Չկա մի բան կամ երևույթ մեր կյանքում, որ կարող է ձեռք բերվել առանց մաքարոմի, տառապանքի, առանց ինքնազոհողության։ Օրերս իր ելույթում հաղթանակի մասին խոսելիս ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Բագրատ Սրբազանը նշեց, որ հաղթանակն այս բոլորի պտուղն է եւ որ կոչված ենք այդ ճանապարհը շարունակելու սիրով, խոնարհությամբ, առանց հպարտության, առանց այդ հպարտության մեղքի մեջ գտնվելու։ Մեզ փորձում է կերակրել ասելով, որ տառապանք, մաքարոն, ոչ մի բան, լավ ապրել եւ այլն, ճակերտավոր ասած, փորձելով հեռացնել այդ հաղթանակի զգացումից ու բերկրանքից, որի բոլորս ձգտում ենք, բարձրաձայնելով կամ թաքուն մեր մտքով կամ մեր սրտերի մեջ։ Չկա մի մարդ, որ չի ձգտում դրան։ Չկա մի մարդ, որ չի ցանկանում հաղթանակ ունենալ։ Սրբազան պայքարի առաջնորդն անդրադառնալով 2018 թվականի հեղափոխությանը շեշտեց, որ կան մարդիկ, որոնք միամտորեն են այդ հաղթանակը կնքել 2018-ին եւ որ չեն ուզում հրաժարվել դրանից, որովհետեւ միգուցե ոմանց կամ շատերի համար այդ հաղթանակը, չակերտավոր հաղթանակը իրենց կյանքի միակ հաղթանակն է եղել։ Բագրատ Սրբազանը հավելեց, որ յուրաքանչյուր մարդ իր սրտում, հոգում, անձնական կյանքում անընդհատ ձգտում է հաղթանակ ունենալու։ Նա մասնավորապես նշեց, որ եթե անհատական կյանքում դա ճիշտ է, ուրեմն հատկապես հավաքական կյանքում դա առավել եւս ճիշտ է։ Չկա մարդ, որ ցանկանում է պարտություն ունենալ։ Բացի այս չարիքից, որը գովերքում է պարտություն, որը իր պարտությունը համարում է բոլորինը, վերագրում է ավելի ճիշտ բոլորիս եւ իր պարտությունը փորձում է ուրեմն տարածելով մեզ վրա ներկայացնել որպես հաղթանակ, ինքնիշխանություն, ձեռքբերում, անկախության նվաճում, խեղճ կատակ, ուրիշ ոչ մի բան։